Տանը մենակը 21-րդ դարի կինոֆենոմեններից է։ Այն վաղուց դադարել է պարզապես ֆիլմ լինել եւ դարձել է նոր տարվա անբաժանելի մասնիկը։ Ամեն ձմեռ մենք կրկին փնտրում ու դիտում ենք Քևինի տոնական պատմությունը, նրա հետ մանկանում ու անցնում իր ճանապարհով։ Ֆիլմի առաջի րոպեներից տեսնում ենք չափազանց մեծ ընտանիք, զբաղված ծնողներ, որոնք ժամանակ չունեն երեխային համապատասխան ուշադրություն տալ։ Տեսնում ենք 10-ամյա Քևինին, ով փորձում է կողմնորոշվել այդ ամբողջ աղմուկի մեջ, փորձում գտնել իրեն, իր տեղն այդ տանը, հասկանալ մյուսներին, նրանց մտածելակերպն ու վարվելակերպը։ Նրա աշխարհը, որ մենք տեսնում ենք էկրաններից այն կողմ, այնպիսի մեծ է ու չբացահայտված, ինչպես մեծի համար դրսի աշխարհը։ Նրա ընտանիքը հասարակության փոքրիկ հայելին է։ Հենց սկզբից էլ նկատվում է, որ նա վառ ընդգծված անհատականություն է։ Հասարակությունը, որը նրան շրջապատում է, այդքան էլ լավ եւ ճիշտ չի վերաբերվում Քևինին։ Օրինակ, մեծ եղբայրը ոչ թե պատասխանատվություն է ցուցաբերում, այլ հակառակն անտեղի վախեցնում կամ նեղացնում է, կամ քույրը թերագնահատում է իր կարողությունները։ Պիցայի պատճառով ծագած վեճից էլ ծնողները միայն մեղադրում են նրան, իսկ ընտանիքի մյուս անդամները չեն աջակցում։ Փոխարենը նրանք պետք է երկուսին էլ խրատեին, պահպանելով հավասարությունն ու արդարությունը։ Չէ՞ որ Քևինը ուներ պատճառ իրեն այդպես պահելու, եւ նրա մտքում մի բան է, կարծես բոլորը իր դեմ լինեն, բայց չի կոտրվում եւ չի ընկճվում, այլ շարունակում է պահել իր դիրքորոշումը եւ լավ հասկանում ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Այսպիսով ունենք մի հերոս, ով երեխա է, ունի մեծ ընտանիք, բայց չի զգում դրա իրական արժեքը, քանի որ չի ստանում համապատասխան սերն ու հարգանքը։ Այդ պատճառով էլ նախընտրում է մնալ մենակ, քան շրջապատված լինել ընտանիքով, բայց զգալ մենակ։ Եվ իր երազանքը պահելուց հետո սյուժեն զարգանում է, նրան դարձնելով այդպիսին, կատարելով հերոսի ցանկությունը։ Մենակ եմ ապրելու։ Լսեցիք։ Մենակ եմ ապրելու։ Մենակ։ Այն ասում է, ինչ կլիներ, եթե լիներ այնպես, ինչպես ես եմ ցանկանում, որ լինի։ Եվ հենց այդ հարցի զարգացմանն ենք մենք ամեն տարի անհամբեր սպասում, նույնիսկ իմանալով ցանկանում կրկին տեսնել այն։ Մնալով մենակ Քևինը սկզբում վայելում է ազատությունը, արգելված վայրից սահում սահնակով, ուտում այնինչ կկամենա, նայում այնինչ արգելված է եւ նա կարծում է, որ ինքն է հեղինակն այդ իրավիճակի, քանի որ այդպիսի երազանք է պահել։ Իմ ուզելով ընտանիքս չքացավ։ Այնուամենայնիվ ուրախությունն աստիճանաբար մարում է, երբ մենակությունը ձանձրացնում է, ինքնուրույնությունը հոգնեցնում, իսկ վախը հիշեցնում իր մանուկ լինելը եւ ծնողների կարիքն ունենալը։ Այդ հոգեվիճակին հաջորդում է գողերի հայտնվելը։ Այն լուրջ փորձություն է դառնում երեխայի համար։ Քևինը սկսում է կարոտել ընտանիքը, արդեն վերանայել ու գտնել սխալներ ոչ միայն մյուսների, այլև իր արարքների միջև։ Ամեն դեպքում իր ունեցած խնդիրներին լուծում տալու համար նա գտնում է կամք, գտնում է խիզախություն, որպեսզի պաշտպանի ինքն իրեն եւ իր տունը։ Այս ֆիլմով մենք աշխարհին նայում ենք երեխայի աչքերով, նրա տեսանկյունից, հասկանում նրա հույզերը, տեսնում ինչպես է նա դրամատիզացնում իր հետ կատարվող երևույթները կամ ռոմանտիզացնում դրանք։ Օրինակ, երբ պետք է դիմավորի գողերին, նա զինված է ու պատրաստ մարտի։ Դա նրա համար կարծես խաղ լինի, իսկ նա այդ խաղի հերոսը, ով ցանկանում է մարտնչել։ Երբ հանդիսատեսն իմանում է, թե որքան հանճարեղ է մտածված Քևինի գողերին հաղթելու գաղափարը, զարմանում է։ Դա խոսում է նրա թերագնահատված հմտության մասին, քանի որ ընտանիքի աչքերով նա այդպիսին էր՝ թույլ, անօգնական մի երեխա։ Բայց դա ընդհանրապես այդպես չէ, եւ ուշադիր նայել պետք չի տեսնելու համար իր հոգեվոր կապն Աստծու հետ։ Նա գնում է եկեղեցի, մասնակցում պատարագին, ապա օգնում դիմացինին, ում մասին միայն վատն էր լսել։ Էլ ոչ մի բան։ Ասածդ ինչ է։ Որ պիտի զանգեք ձեր տղային։ Իսկ եթե դες չխոսի։ Դե գոնե կպարզեք, ու այլևս չեք անհանգստանա։ Դրանից Պաշտպանվում վտանգավոր գողերից Սուրբ Ծննդյան դեկորի ներքո թաքնվելով ու դառնալով նրա մի մասնիկ, վերադառնում տուն մարտից առաջ ուտելիս աղոթում։ Նրա հաղթանակը ցույց է տալիս, որ նույնիսկ փոքրիկը կարող է հաղթահարել մեծ խոչընդոտներ, որտեղ էական չէ դրանց տեսքը, քանակն ու ոչ էլ վտանգի չափը։ Ահա թե որտեղ է թաքնված այս ֆիլմի շատ նուրբ գծով գնացող ենթատեքստը։ Սա հիշեցնում է Դավթի ու Գողիաթի պատմությունը։ Հնարավոր է սցենարիստն օգտագործել այն որպես փիլիսոփայական հիմք։ Փղշտացիների բանակում կար հսկա մարտիկ Գողիաթը,
ով ամեն օր մարտահրավեր էր նետում իսրայելցիներին, բայց ոչ ոք չէր համարձակվում դուրս գալ նրա դեմ։ Դավիթը դեռ պատանի հովիվ, ճամբար էր եկել իր եղբայրներին ուտելիք բերելու։ Նա լսեց Գողիաթի մարտահրավերը եւ զարմացավ, որ ոչ ոք չի պաշտպանում Իսրայելի պատիվը։ Թագավոր Սավուղը սկզբում կասկածեց Դավթին, բայց նա վստահեցրեց, որ Աստված իրեն կօգնի։ Դավիթն անգամ հրաժարվեց ծանր զրահից եւ միայն քարերով լի քարձիկ վերցրեց։ Ու նա ընդամենը մի քար նետեց Գողիաթի ճակատին եւ հսկան ընկավ։ Դավիթը հաղթեց նրան առանց սրի, ապացուցելով, որ հավատն ու խիզախությունը կարող են հաղթել ուժին։ Ու հնարավոր է, որ ամեն տարի մենք դիտում ենք այս պատմության վրա կառուցված ֆիլմ, որը պարզապես մեր ժամանակաշրջանի ստանդարտներին համապատասխան է։ Եվ շատ հնարավոր է, որ հենց դա է ֆիլմի հաջողության գաղտնիքը։ Իսկ տանը մենակը ֆիլմի ֆենոմենն այն է, որ Քևինի հետ վախենալուց հետո, այն փաստից, որ գողերը կարող են նրան վնասել, գալիս է մի պահ, որ մենք նույնիսկ խղճում ենք նրանց, որ հայտնվել են այդ երեխայի ձեռքում։ Դա իր մեջ մեկ այլ գեղեցիկ փիլիսոփայական ենթատեքստ ունի։ Այն ասում է, թե որքան հեշտ կարող ենք հաղթահարել մեր խնդիրները, դժվարությունները, եթե դրանցից չվախենանք։ Ավելին, ցույց է տալիս, որ այդ process-ը կարող է զվարճալի դառնալ։ Մեզնից միայն մնում է երեխայի նման անկեղծ հավատ ունենալ։ Ֆիլմի վերջում պարզ է դառնում, որ մարդու արած բարի քայլերը չեն մոռացվում։ Հարևան պապիկն օգնության է հասնում ամենակարևոր պահին, իսկ ընտանիքը վերջապես հասկանում է իր բացթողումները, գնահատում միմյանց կարևորությունը եւ ցույց տալիս սերը, այն սերը, որը սկզբում էլ կար։ Ուղղակի ճիշտ չէր դրսևորվում։ Քևինն էլ իր հերթին արժևորում է նրանց դերն իր կյանքում ու հասկանում իր կամակորությունների հետևանքները։ Մոտենում է բոլորի սիրելի տոնը, ամանորն ու Սուրբ Ծնունդը, եւ այդ առիթն օգտագործելով կինոն ալիքը ձեզ մաղթում է, որպեսզի միշտ անկախ խնդրի տեսակից, չափից կամ քանակից, ուժ եւ հավատ գտնեք ձեր մեջ ու դրանք հաղթահարեք այնպես, ինչպես Քևինը։ Ու շատ հնարավոր է, որ այն վերջում զվարճալի դառնա ձեզ համար։ Սա թեորիան էր, շնորհակալ կլինեմ, եթե բաժանորդագրվեք, լայքեք ու մեկնաբանեք, ասելով, թե հատկապես որ տեսարանն եք սիրում, տանը մենակ ֆիլմում։ Վերջի վերջո այս պատմությունը Քևինի աչքերով դրամա էր, իր դրաման, որը նա իր եւ մեր բոլորի համար վերածեց կատակերգության։ Սկսվեց, վախենալ չկա։